Surte, surte, surte.
Что
Շնորհակալ եմ Որուսյանը դուացությանը Շնորհակալ եմ որ ես բժշկված եմ Նոր երիքամներ ունեմ Հիսուսի Քարք ես Հիսուս Քարք ես Ամբողջ քարք ես Չոքին այստեղ, դիրո չոքին մեր վրա է Եկեք բարձր ծապավեն, բարձր, տեր շնորհակալ եմ, ողջ բարձը դիրոք է, հալելույա ապրեք եղեք ջան, կարող եք տեղավորվել, բարև ձեզ Աստծո սուրբեր եկեղեցի, աշտարակի կյանքի խոսք եկեղեցի Մեծ դժվարությունով հասա, շատ դժվար էր Շնորհակալ եմ բոլորիցդ, չի ուզվի սենց ներայիք ինձ, բայց երբեմն լինում են պահեր, որ նետ պետք է իրարից խաբար լինենք, որ ինչերով ենք նասնում, բայց Հիսուսը հաղթում է, սա իրա եկեղեցին է, ու իրա եկեղեցին էլ է հաղթող, ամեն իրավիճակում։ Մեր խոսքը, որ այսօր ես ունեմ, Տիրոջից, գիտեմ, որ Աստծուց է, օդից չեմ խոսալու, բայց մինչ խոսքին ասնել եմ, մի տեղ կա, որ երեք աղոթում էի, մի անգամից Տերը այդ տեղը ցույց տվեց, ու ինքը շատ խիստ է, ինքը բոլորի շատ ծանոթ Տեր է, բայց այնքան ուրիշ ձևով բացատրեց Աստված, որ եւ այս խոսքով դիմում եմ ու գիտեմ, որ շատերը նայելու են այս ծառայությունը ու հիմա ես որպես Աստծո ծառա դիմում եմ Հայաստանի բոլոր եկեղեցիներին բոլոր
դիմում եմ Հայաստանի բոլոր եկեղեցիների հովիվներին, ծառայողներին, լինի առաքելական, լինի ավետարանական, լինի մկրտական, բոլոր եկեղեցիների Եպիսկոպոս, սարկավակ, ով ուզում ես եղիր սիրելիս։ Բոլորի դիմում եմ ու կոչ եմ անում, խնդրում եմ, մի շեղվեք Աստծո խոսքից։ Գործք առաքելոց 1:8 Այստեղ Հիսուսը նայեք ինչ ասում, բոլորդ էլ գիտեք, բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեր վրա կգա, եւ իմ վկաները կլինեք ամբողջ աշխարհով։ Աստված ստեղ չի ասում, երբ որ Սուրբ Հոգին գա զորություն կառնեք ու կսկսեք իրար քննադատել, մեղադրել, բամբասել իրարից։ Ով է թույլ տվել, որ բամբասեք, Տերը ասել է, Հիսուսն ասում է, որ բամբասեք, քննադատեք, ինչի եք ձեզ դրել Աստծո տեղը, դատավորը ճշմարիտ ինքն է։ Ստեղ Աստված ուրիշ պատվիրան է տվել, բոլոր հովիվներին եմ դիմում, բոլորին, ստեղ Տերը ասում է, ավետարան քարոզեք, բարի լուրը տվեք մարդկանց, փրկեք հայ ժողովրդին, ոչ թե տեսնելով ուրիշի սխալը սկսեք քննադատել, սխալներ լինելու են, միգուցե Աստված թույլ է տալիս սխալներ քեզ ստուգելու, ով ես դու ով մարդ, որ քննադատում ես, Տերը քեզ քննադատել է այսքան ժամանակ, Այն ինչ որ Աստված ինձ ասել է, այդ եմ խոսում, կընդունես չէ, հիշիր, գրված է, մի օր բոլորս հաշիվ ենք տալու, ամեն մարդ իր տեղն է պատասխան տալու Աստծուն, քեզ չի տրված դատես, մի նստի Աստծո աթոռին, դատավոր Աստված է, ինչքան է սխալ տեսնես, ինչքան է սուտ մարգարեություն, ինչքան է սխալ քարոզներ, ամեն մարդ իր տեղն է պատասխան տալու, դու ավետարան քարոզի, աշխատելով ճշմարտությունից չշեղվես եւ առաքյալների վարդապետության հիմքի վրա խոսած։ Իսկ մնացածը ինչ կասել իրաց գործն է։ Քեզ տրված չի քննադատես, բամբասես։ Դուրս գաս ուղիղ եթեր ու սկսես քննադատել մարդկանց։ Միգուցե դա տրված է քեզ ստուգելու համար։ Ինչի են շեղվում, վաղամիսով, այս շեղվելու պատճառով պետք է Աստծուն պատասխան տաս։ Կընդունես, կորտնվես, չես ընդունի, դու գիտես, հայացքը կարիք ունի փրկության։ Դրա համար մենք պետք է բարձ ավետարան քարոզենք։ Ամեն ժողովուրդ։ Facebook-ը ողողված ցած նայում ես սիրտդ խառնում է, ոնց են իրար քննադատում։ Դրա ժամանակը չի ավետարան քարոզելու ժամանակ։ Իրոջ պատվիրանն է, իմ վկաները կրնի։ Իսկ կներեք, որ այսօր մի քիչ սենց է։
Շատ դժվարությամբ եմ հասել ամբողջ ճանապարհին ինձ ասում էր որ հետ դառնեմ ես ասում եմ թե հասնեմ այս ուղերձը ուղարկեմ գիտեք սերներ այնքան կարևոր է ես ուզում եմ որ այս եկեղեցին, մեր եկեղեցին, ապրի Աստծո խոսքով։ Ամեն։ Չքեդադատի ոչ մեկի, չբամբասի, որտև է տանում էդի ուրիշ ճանապարհ է։ Դա չի։ Որ Հիսուսն ասեց ես եմ ճանապարհը։ Դի չի։ Այնքան կարևոր է որ քրիստոնյան եկեղեցին իմանա բոլոր մարգարեությունները, որ գրված է Աստծո խոսքում։ Շատ պետք է սա։ Որովհետև եթե ես ու դու չիմանանք մարգարեությունները, մեկը դուրս կգա ուղիղ եթեր ու վազեք հետևից։ Մի արեք այդպես բաներ, խնդրում եմ։ Եթե մարդը, որ ես այսօր խոսալու եմ մարգարեություններ, կետեր, կտամ ձեզ ու խնդրանք սա շատիր եղեք ինչ եք լսում Հիսուսն ասաց ինչ եք տեսնում մեզ պետք չի ամեն տեղ մտնենք ու սկսենք լսել ես ես մեկի արատ եղբայր մեկ էլ տեղ մեզ գցում են ուղարկում են մի արեք եթե խոսքը հակասում Աստծո խոսքին մի լսեք չի կարա Աստված հակասի իր խոսքին ինչ է մարգարեություն Ինչ է նշանակում նախ մարգարե, ովը մարգարե Ես սաղ իրաց դրել են մարգարետներ Իրանք գիտեն, ես չեմ քննադատում ոչ մեկին Գիտեմ, որ ամեն մարդ իրա տեղն է պատասխան տալու Ինչ-որ մեկի պատճառով ես չեմ շեղվի ճշմարտությունից, որ վաղ մյուսօր Աստծուն պատասխան տալու Խնդրում եմ դուք էլ մի արեք Մարգարե նշանակում է մարդ, ով Աստծո կամքը հասցնում ու բացատրում է մարդկանց։ Աստծո կամքը։ Ինչ է մարգարեություն? Մարգարենալ նշանակում է Աստծո կամքից ներշնչված պատգամները հաղորդել և հայտնել նրա սուրբ կամքը։ Այս է մարգարեն։ Մարգարեությունները հաճախ ապագայի մասին են։ Այն կարող է նշանակել նաև Աստծո բարոյական չափանիշները սովորեցնել և հայտնել նրա պատվերները, դատաստանները և տեղեկացնել գալիք բաների մասին։ Այս է մարգարեությունը, Աստծո կամքը հայտնել, կա մարգարեություն, Տիրոջից է, կա որ սրտի ցանկություն է։ Այսօր մարդիկ ցանկանում են, ու խոսում են, որ լավ է լինելու։ Լավը մենակ կլինի, Երբ որ մարդը ծնկի գա Աստծո առաջ, ապաշխարի, մտնի Հիսուսի մեջ, ընդեղ է ապահովությունը։ Առանց Հիսուսի լավ բան չկա, ժողովուրդ։ Չկա։ Այդ հալով բղծվում ասալ։ Գիտեք ի,
որովհետև գրված է։ Այդ քիչ առաջ Երվանդը խոսք էր խոսում, ու ասեց մի բան, որ ես ուզում եմ կրկնեմ, որ ես էլ ասել։ Իմ ժողովուրդը կորոման գիտություն չունենալու պատճառով։ Եթե դու չիմանաս Աստվածաշնչի մարգարեությունները, վերջի օրերի մասին, գիտություն չունենաս, ով ինչ խոսա վազելու ես, ով ինչ ասի հավատալու ես, իզ չեմ ուզում որը տեսնի, որովհետև Տերն ասեց վերջի օրերի մեջ կլինեն սուտ, մարգարեներ, սուտ, վարդապետություն, մոլորություն, իսկ եթե գիտություն չունեցար, կվազես դրանց հետևից։ Գիտեք, Աստված միշտ ճիշտ է։ Ինքը երբեք չի շփոթվում, չի սխալվում։ Հնարավոր է մեզանից ինչ-որ մեկը ասում անես դժվար բաների մեջով, որ մտածում ես ախր ես դրան արժանի եմ, ախր ես ինչ վատ բան եմ արել, որ անցնում եմ սրա միջով, ու սկսում ես քեզ գովել Աստծո գցել, մտածելով, որ արդար չի դες, Աստված չի վերաբերվում ինձ հետ, ես դրան արժանի չեմ։ Սերիս, եթե մտածում ես, որ դու արժանի չես, շնորհքը չի գործի քո կյանքը։ Աստված անշնորհ չի, շնորհքի Աստված։ Որոշ քրիստոնյաներ Աստվածաշնչի մարգարեությունները լուրջ չեն ընդունում, ու լուրջ չեն վերաբերվում։ Գիտեք, Աստվածաշնչի քառորդ մասը մարգարեություններից է բաղկացած, քառորդ մասը, ու դու պետք է իմանաս դրա մասը։ Մենք որպես եկեղեցի կարիք ունենք իմանալ և հասկանալ Աստվածաշնչյան բոլոր մարգարեությունները։ Ինչի, որով ինչ խոսա չվազեց հետևից։ Որտեղ դու գիտես, որն է ճիշտը, որը Եթե իմանաս էլ, որ ինչ-որ մեկը ճիշտ չի, դա քեզ չի տալիս հնարավորություն քննադատես։ Ամեդարան քարոզի։ Մեր գործն է փրկել մարդկանց։ Եվ եթե հիշում եք, Երբ որ սերմնացանը ցանում էր սերմը, ցորենը, առավոտ զարթնեցին, տեսան հետը որոնել է աջը։ Տեր, եթանք որոնել անջատենք։ Եթանք որոմը բոգենք։ Ինչ
Ինչ ասես Տերը։ Ձեռ մի տվեք։ Որովհետև կարակ ծորելն է վնասել։ Որոմին ձեռ մի տվեք։ Այս հոգևոր կյանքում որովնը շատ կլա, բայց մի կպեք, որովհետև երբ որ կպտում ես որոմին, ծորենը տենում է, գայթակղվում նեղանում է, ազդում է իրա վրա, վնասվում է ծորոնը, ինչ ասես Տերը, կգա ժամանակ, Ուսկի Տերը կառանձնացնի որոմների կուարկի կրակի մեջ։ Այդ մեր գործը չի։ Մեզ պետք չի մտնել ֆունկցիաների, Աստծո ֆունկցիայի մեջ։ Համաձայն եք ժողովուրդ։ Երկրորդ օրինաց 29:29 Ծածուկ բաները Աստծո համար է, հայտնի բաները մեզ և մեր որդկանց համար։ Հավիտյան, որ այս օրենքի ամեն խոսքը կատարում։ Ծածուկ բաները Աստծո համար։ Ծածուկ բաներից մեկը գիտեք որն է։ Հիսուսի գալուստը։ Ոչ ոք չգիտի երբ է։ Ու այսօր հայտնվել են մարդիկ, ծառայողներ, ապացուցում են Հիսուսը երբ է գալու։ Շատերը փորձեցին։ Չեկավ այդ օրը։ Ուրիշներն էլ ասեցին, որ Տերը արդեն եկել է Սիբիրում է։ Տեսեք, եթե Հիսուսը ինքը չգիտի, ծածուկ է, Էդ ով ես դու, որ արդեն ասում ես, որ Հիսուսը եկել, կամ գալու է, օրը, ժամը, չոտքի, դա ծածուկ է, հնարավոր չի, մենակ հայր է։ Համաձայն եք իմ է։ Կան ծածուկ բաներ, որ տիրոջ։ Իսկ հայտնի դերը մեր։ Եվ եթե մենք հնազանդվում ենք տիրոջը, դա նոր բան չի ասի, մինչև հինը չանես։ Դու քո երեխուն կասես նոր բան անի, մինչև քո են հին ասածը, հելը որ չի արել, չի չանել։ Նույն էլ Աստված։ Այդությամբ նախապայմանը հնազանդությունն է։ Եվ սիրներ, երկրորդ Պետրոս 1:21 գրված է, նրանք ոչ մի մարգարեություն չի տրվում Աստծո կամքի, Աստծո սրտի ուզածով, որտեղ նրանք խոսացին Աստծո հոգուց շարժված։ Այնքան պատասխանատու պահ է ժողովուրդ, որ երբ որ մի ծառայող կանգնում ասում է, այսպես ասում Աստված, ու հետո խայտել է կան, հետո չի լինում։ Ես նման բան չեմ անում, եթե Տերն էլ ասի, խոսամ, ես չեմ ասում, պատասխանատու հայտարարություն։ Երրորդը շատ մարգարեություններ տրվում են հատուկ իրավիճակների համար, ինչև չգա այդ ժամանակը։ Այդ պահին, երբ որ մարգարեություն ալին, դու չես կարող հասկանալ։
Մինչև չկատարվի։ Ցանկացած մարգարեություն մինչև կատարվել է, դուք դի անցնես փորձություն։ Մինչև էդի հաստատի քո Տերը։ Չորրորդ, խուսափել սխալ աղոթքից կամ գործողությունից։ Մենք պետք է աղոթենք հայտնված խոսքի համապատասխան։ Ոչ ոք չի կարող աղոթքներով մարգարեություն փոխել։ Եթե Տերը ասել է, ուրեմն դա լինելու է։ Ով ուզում է լինի։ Հինգերորդ, հայտնություն 19:10, եկեք նայենք այդ համարը։ Եվ ես ընկա նրա մոտերի առաջին, որ երկրպագեմ նրան և ասեմ, և ասեց ինձ զգուշ կաց, մի արա, ես ծառայակից եմ քեզ և քո եղբայրների, որ Հիսուս Քրիստոսի վկայություն ունեն։ Տեր Աստծու երկրպագի, որտեղ Հիսուսի վկայությունը մարգարեության հոգի։ Մենք չենք խոսում, որպեսզի պարզապես, մենք չենք խոսում պարզապես մարգարեության մասին, այլ մարգարեության հոգու, դա Սուրբ Հոգին է։ Ու ամբողջ մարգարեական աստվածաշնչյան բոլոր մարգարեությունները կենտրոնացած է մի անձի վրա, նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Հիսուս Քրիստոս, որին ես ու դու շատ ենք սիրում, բայց սկզբից ինքը սիրեց ինձ, տվեց իր կյանքը մեզ համար։ Նայենք Հովհաննեսի 16:8 խոսքը։ Հովհաննես ավետարան 16:8 Եվ նա, երբ որ գա, աշխարհին կհանդիպանի մեղքի համար և արդարության համար ու դատաստանի համար։ Սա է Սուրբ Հոգու։ Եթե այն Սուրբ Հոգուց է, կփառավորի Հիսուսին։ Երբ այն մարդուն է փառավորում, Սուրբ Հոգին հեռանում է, ու այս աշխարհում գիտեք ինչքան արտություններ է եղել, ինչքան հզոր շարժեր է եղել, կանգնել է մի բանի պատճառով։ Երբ որ մարդիկ վերագրել են իրենց վրա, Սուրբ Հոգին հեռացել է։ Դրա համար ես չեմ ուզում Սուրբ Հոգին գրա։ Մենք պետք է շարժվենք Տիրոջ հոգով ու եկեղեցու տեսուչը Տերը Սուրբ Հոգին է։ Ինքը իմաստել է, ինքը գիտի ամեն ինչ։ 6-րդ Բառերը միշտ օգտագործեք իրենց պարզ նշանակությամբ։ Բոլոր մարգարեությունները կատարվում են բառացիորեն։
Կետ, երի շուր ասված է։ Սխալ է հոգևոր կամ փոխաբերական դարձնել է։ Ինչը պարզ ու բառացիորեն գրված է։ Ոնց գրված է, տենց է լինում։ Ոչով չի կարա փոխել։ Ճանաչեք, հաջորդը ճանաչեք և խոնարհվեք Աստծո բացարձակ ինքնիշխանության առջև։ Ոմանք կարծում են, թե Աստված արդար չի։ Միջին Ասիայում, Հայաստանում, ես ինչ անում։ Աստված արդար է միշտ։ Այն ժողովուրդն են կորցրել Աստծուն։ Այն ժողովուրդը պետք է ապաշխարի ժողովուրդը։ Ահավոր մեղքերի մեջ են ապրում։ Իսկ Աստված արդար է, իր խոսքից չի շեղվում։ Մտար խոսքի մեջ, օրհնվեց։ Վերջին օրերը գնալով ավելի կատաղի է դառնում։ Այո, որտեղ գրված է։ Ու կար մարդիկ, որ շատ լավատես են։ Լավ արնում։ Էլ եմ ասում, լավ կլինի, երբ որ ազգը ապաշխարի։ Այս ամենի լուծումը միակ մեկն է։ Հիսուսի գալուստը։ Ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ չի կարա փոխի այն ինչ որ գրված է։ Խոստանում են ու խոստանում են։ Ժողովուրդ լավ արնելու։ Մենք գնում ենք, մենք արդարություն ենք հաստատում, մենք ճշմարտություն ենք հաստատում։ Բայց Հիսուսն ասում է, ես եմ ճշմարտությունը։ Ոնց կարաք առանց ինձ հաստատեք ճշմարտություն։ Եթե տեն ասել է ես եմ, միշտ մենք գալի ասում ենք ճշմարտությունը հաստատեք, չի կարա, չի կարա փոխի։ Մենակ մեկը, մեկ անճորնյան շնորհք կա մեկը, որ կարա ինք ինչ-որ բան փոխի, դա Լեռն է։ Որտեղ գալու է նստի, մարդկանց լավություն անի, օգնի, բոլորն ասեն, հո, ինքն ասում։ Ինչ-որ բան կարող է տեղ փոխի, բայց չի կարա ամբողջությամբ փոխի մարգարեությունը։ Որն է վերջը, որն է պատասխանը։ Հիսուս։ Ընդհանրը մի անուն, այդ անունն է Հիսուս։ Նա է սկիզբը, նա է վերջը։ Ալֆա, օմեգա։ Եվ վերջում ուզում եմ բոլորը դիմանակ, թե ոնց կնենք մարգարեությունները։ Արդյոք Աստծուց թե չէ։ Առաջին։ 7 ձև եմ տալու, եթե կուզես, հետո կարաս նայես գրես։ Առաջինը սա է։ Ցանկացած մարգարեություն պետք է համապատասխանի Սուրբ Գրքին։ Եվ եթե չի համապատասխանում, շփորտեք մի կողմ, գցեք աղբամանը։ Ոչ մի գերբնական հայտնություն չի հակասում Աստծո խոսքին։ Ամեն։ Ասի մեկը։ Երկրորդը, ինչպիսի պտուղներ կան այդ մարդու կյանքում, որը մարգարեանում է։ Մատթեոս 7:15-16
Չի կարա ոտի տակ փորողը մարգարեանա ու սապոն տնողը։ Փորելուց հետո էլ սապոնա դնում։ Չի կարա քննադատը մարգարեանա։ Աստված էշի բերանով են խոսած։ Էշի գիտեք ինչ անմեղ կենթանի է։ Իրանաման չի պոտի տակ փորով։ Որտև այդ պային չկար, մեկը որ Աստված իրա շուրթելով խոսած, էշին կետավ։ Իսկ մարգարեն էշը խոսում են, էշի հետ քյալլա են տանի։ Դրաբար Աստված մարգարեին չխոսած, էշ շուրթելով։ Մի էտ երկուսից որն է էշը։ Մտածել։ Էսուրության։ Երորդ քննելու ձևը։ Արդյոք այդ մարգարեությունը փառավորում Աստծուն։ Թե մարդուն, տվյալ մարդուն, ով մարգարեանում։ Որտեղ Հովհաննես 16-13-14-ում գրված է մարգարեության հոգին ինձ կփառավորի։ Կվկայի Հիսուսի մասը։ Չորրորդը մարգարեության իրականանալը այնքան մարդա խոսած է սրտից, նշիմալու չի է։ Դրաբար հնարավոր չի, եթե տիրոջ բերանից եկած խոսքը ասվի, դա հաստատվելու է։ Որտև գրված է, Հիսուսը ծնվավ, որպեսզի կատարվի մարգարեություն։ Հինգերորդ, արդյոք այդ մարգարեությունը քեզ առաջնորդում է Աստծուն, թե հեռացնում է Աստծուց։ Եկան եղը, այսպես ասում Աստված, Տերը քեզ օգնելով գործի, եկանի ու չի լինում, սրտի ցանկություն է։ Մարդը ուզում է իր աղբերը լավ բաներ ունենա։ Չի լինում, հեռանում է Աստծուց։ Նեղանում է, գայթակղվում է։ Երկրորդ օրինաց 13:1-3 Եթե մեկը մարգարեանն ու չի լինում, հեռում է իրանից։ Ինչ ա բերում, հաջորդը 6-ը, ինչ ա բերում այդ մարգարեությունը քո կյանքում, ազատություն, թե կապակ։ Եվ 7-րդ, որն է իմ ներքին վկայությունը, հոգում։ Եթե Աստծուցա հոգիդ գոռում այո ամեն, եթե Աստծուց չի զզվանք առաջանում, սիրտ խառնոց։ Փառաբանությունը կարա գա, թե չէ։ Եթե չէ, ուրեմն եկեք աղոթենք ու գնանք մեր տներով։ Գնանք ու քարոզենք ավետարանք։ Իշոր մաստացան ջորում։ Արդ Հիսուսի։ Չէ, մի եկեք, երեխեք։ Աղոթում եք։ Տեր շնորհակալ եք։ Այս խոսքերի համար, այսօրվա ծառայության համար։ Եվ շնորհակալ եք մեր բժշկության համար։ Ես բոլորիդ առաջ ասում։ Հիսուս շնորհակալ եմ, որ ես Ամեն, Տեր օրհնի բոլորին, գնացենք Տիրոջ խաղաղություն։